Աղոթում ենք մեր քույր եղբայրների համար այստեղ։ Ինչպես որ խոսվեց, առանց քեզ, Տեր ջան, մենք ոչ մի բան չենք կարող։ Աղոթում ենք այս սիրելիների համար, որ քո Սուրբ Հոգին իրանց քո զորության միջոցով իրանց կյանքի մեջ անի քո կամքը։ Հիսուս Փրկիչիս անունով վառվի ամեն ինչ որ չարից նա, ամեն ինչ որ բերում է շեյմ, ամոթ եւ անեծք, կոտրված լինի իրանց կյանքից Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս Քրիստոսի անունով կանգնում ենք բոլոր դիվական ծրագիրները։ Կողպում ենք չարի զորությունը։ Եվ հրավիրում ենք քեզ, Սուրբ Հոգի ջան, քո քաղցր ներկայությունը, քո սերը եւ քո խաղաղությունը, որ այս աշխարհի մեջ չկա։ Այս աշխարհի մեջ կա մենակ անեծք։ Անեծքի ճանապարհն է, մեղքի ճանապարհն է։ Ինչպես որ մեղքի ճանապարհը բերեց անեծք եւ ցավ, տարբեր մեկերի կյանքի մեջ որ կարդում ենք, Տեր ջան, բայց քո ծրագիրն է։ Խաղաղություն, սեր եւ զորություն։ Քո ծրագիրն է, որ մենք հաղթանակ ունենանք։ Կաղոթեմ, որ քո հաղթանակի հոգին իշխի իրանց վրա։ Որ ամեն անգամ, որ մեղքը եւ temptation-ը գալիս է, քո զորությունը լինի, քո Սուրբ Հոգին լինի եւ քո Սուրբ Հոգին կոտրում է, ասում է ոչ չարին։ Հիսուս Փրկիչիս անունով ենք աղոթում։ Ամեն։ Գիտեք, մի օր մի հատ էս խոսքն եկավ սրտիս մեջ, կուզենամ ձեր հետ կիսվեմ։ Եղբայրը շատ սիրուն խոսք խոսած Աստծո շնորհքի մասին եւ ողորմության մասին։ Գիտեք, շնորհքը եւ ողորմությունը գալիս է, որտեղ որ Տերը սիրում է մեզ։ Ուզում է նորից ճանապարհ բացի մեր համար։ Բայց Տիրոջ շնորհքը, Աստծո խոսքը Հռոմեացիս 6-ում ասում է, որ տրվել է, որ մենք չշարունակենք մեղքի մեջ։ Տիրոջ շնորհքը տրվել է, որ մենք բնակվենք իր մեջ։ Հովհաննես գրքի մեջ կարդում ենք, որ նա որ բնակվում է Տիրոջ մեջ, մնայուն մնում է Տիրոջ մեջ, չի շարունակում մեղքի մեջ։ Սիրելիներ, շնորհքը տրվեց Սամսոնին, տրվեց Դավիթին, իրանց մեղքից հետո։ Բայց գիտեք, մեղքը Սամսոնի կյանքին բերեց կույրություն, իր աչքերը կորցրեց, ահավոր ցավեր եկավ իր կյանքի մեջ, մեղքի պատճառով։ Նույնն էլ Դավիթը, որ մեղք գործեց, շնացավ, Տերն ասեց, որ սուրը քո ընտանիքից չի հեռվանա։ Բայց շնորհքը նորից իրան օրհնեց, բայց նորից վնաս եկավ։ Ինչ եմ ուզում ասեմ, սիրելիներ, Տերոջ շնորհքը կա, բայց Տերն ուզում է, որ ավելի շատ մենք հավատարիմ լինենք իրան։ Ավելի լավ է, որ մենք մեղքի մեջ չընկնենք, քան թե ընկնենք եւ Տիրոջ շնորհքը փնտրենք։ Ամեն։ Գիտեք, մի հատ կարճ պատմություն կկիսվեմ ձեր հետ, նախքան որ մեր նվերներն հավաքենք։ Մի հատ լավ մարդ է լինում, եւ այս մարդը ինքը նշանված է լինում։ Եվ շատ է սիրում իր նշանածին։ Եվ այս զույգը միասին
այսպես սիրով ապրում են։ Եվ մի օր այս կինը մոտ կանում է այս մարդուն եւ ասում է գիտես դու լավ մարդ ես, վատը չես, բայց ես զգում եմ որ I'm missing out կյանքի մեջ։ Չեմ ուզում հետ մնամ որոշ բաներից։ Եվ դրա պատճառով ես հեռանալու եմ քեզանից միառժամանակ։ Ես գնալու եմ միգուցե ուրիշների հետ էլ շփվեմ, տեսնեմ կյանքը ոնց է։ Եվ հետո իմ որոշումը կանեմ նախքան որ փսակվելս։ Այս տղան իրան գայս ասում է գիտես դու փոշմանելու ես, մի ես քայլը վերցրու։ Ես քեզ սիրում եմ, ամբողջ իմ սրտով, այսքան բարիքներ եմ արել, լավ գործեր եմ քո համար արել։ Ինչի ես գնում, իմ մոտս մնա, դու էլ ինձի սիրի։ Բայց այս աղջիկը մտածում է, որ ես կկորցնեմ մի բաներ, եթե այս տղու հետ մնամ, ավելի լավ բաների ես կարող եմ հասնեմ։ Եվ ինքը որոշում է, որ գնա, եւ տղան էլ առաջ չի բռնում, ասում է գնա։ Եվ գնում է միառ ժամանակից հետո վերադառնում է, ասում է գիտես ես արդեն որոշումս արեցի։ Եվ հիմա եկել եմ որ քո հետ լինեմ։ Այդ տղան նայում է իրան եւ ասում է գիտես ես նախքան որ դու գնայիր, ես ոչ մի քնություն պետք չունիմ, որ հասկանին, որ քեզ սիրում էի։ Բայց դու գնացիր, այս ընթացքում չգիտեմ ումերի հետ ես եղի, չգիտեմ ինչեր ես արի։ Եվ այդ ընթացքում ցույց տվեցիր, որ ինձ չես սիրում։ Եվ ես էլ ուրիշի եմ գտել։ Եվ այլևս ես քո հետ չեմ լինելու։ Ժամն անցել է։ Եվ այս աղջիկը արցունքները լցվում է իր աչքին եւ թոնում է եւ գնում է։ Սիրելիներ, Տերը մեզի ամեն ինչով ապահովել է։ Տերը մեր կյանքը լցրել է իր քաղցրությունով։ Տերը տվել է մեր շունչը, որ շնչում ենք մեր թոքերի մեջ։ Տերը տվել է մեզ կյանք, մեզի տվել է ընտանիք։ Այսօր տոնում ենք մայրերի տոնը, մայրերին օրհնել է բալիկներով, գիտեք օրհնություն են երեխաները Տիրոջ կողմից։ Այս գեղեցկությունը լույսը դուրսի նայում ենք, մաքուր օդը շնչում ենք, բնությունին տեսնում ենք, սրանք լրիվ Տիրոջ օրհնություններն է։ Թող որ Տիրոջը գնահատենք, թող որ Տիրոջը հետևենք, այս ընթացքում որ ժամ կա, այլևս ուշ չի։ Գիտեք մի օր ուշ է լինելու։ Մի օր գրված է որ կանգնելու են Հիսուսի առջև, գահի առջև եւ ասելու են որ Տեր, քեզ սիրում ենք։ Տերն ասելու է ես ձեզ չեմ ճանաչում։ Այսօր է ժամը, որ մենք ամբողջովի հանձնենք մեր սիրտը Տիրոջ։ Տերն ինչ է ուզում։ Ամենակարևոր պատմիրանը որն է։ Ուզում է որ մենք իրան սիրենք ամբողջ մեր սրտով, ամբողջ մեր էությունով ուզում է որ սիրենք։ Սերը Տիրոջ խոսքը կատարում է։ Սերը գիտեք գալիս է եւ խոնարհվում է Տիրոջ առջև։ Ինչպես որ անառակ որդին։ Գիտեք ինքը հասկացավ, ժամանակին վերադարձավ եւ եկավ հոր մոտ եւ ասեց ես ներողություն եմ խնդրում եւ այլևս նայեք իր լրիվ ժառանգությունը կորցրեց մեղքի պատճառով։ Վերադարձավ հոր մոտ եւ հորն ասեց որ ես քո ծառան եմ հիմա։ Եվ գիտեք հորը չասեց որ նորից ինձի փող տուր որ ես գնամ նորից իմ սխալներս անեմ։ Ասեց ես կապրեմ քո տանդ մեջ իբր թե քո ծառաների պես։ Ուրեմն թող որ մենք էլ չնայենք որ աշխարհի մեջ ինչ քաղցրություններ կա, այլ միայն նայենք Տիրոջը եւ հաստատենք որ նա
Հաստատ լինենք, որ նա մեր լավն է ուզում։ Ամեն։ Եվ հիմա գրավիրեմ սարգսակները գան եւ կաղոթենք մեր նվերների համար։ Տեր իմ Հիսուս ջան, գայս ենք քո առջև եւ շնորհակալ ենք քո շնորհքի, քո ողորմության եւ քո սիրո համար։ Շնորհակալ ենք, որ մենք ամենս դժոխքի բաժին ենք եւ քո շնորհքով եւ սիրով մեզի հանել ես։ Ինչքան լայն է եւ անսահման է քո սերը։ Տեր ջան, օգնիր որ մենք էլ նույնպես քեզի սիրենք։ Մեր սերը մենակ խոսք չլինի։ Սիրենք քեզ ամբողջ մեր սրտով եւ մեր ուժով եւ մեր հեյությունով։ Հիսուս Քրիստոսի անունով կաղոթեմ նրանց համար, որ նվիրում են քո տանդ մեջ։ Իրանց էլ օրհնես Տեր ջան եւ օրհնված լինեն։ Հիսուսի անունով ենք կաղոթում։ Ամեն։ Այո, նույնպես մի քիչ ուշ գնացինք հայտարարություններին մի քանի հատ ուզում տայինք։ Ուրեմն այս ամսի վերջին մենք ուզում ենք որ պիկնիկ ունենանք։ Պիկնիկը մեր լինելու է վերջի շաբաթը այս ամսվա եւ այնտեղ մենք անելու ենք խորոված եւ շփվելու ենք առավոտվա տենց 9-ից մինչեւ որ ճայից հետո եւ կքաչալեր եմ որ ամենդ ներկա լինեք եւ մանրամասը ավելի շատ կունենանք մեր քույրն էլ նույնպես այո այսօր ժամ չեղավ մի քիչ երկար գնաց ծառայությունը բայց մանրամասը կասենք լրիվ անվճար է սիրելիներ եթե մեկերը կուզենան մի բան բերեն կարող են եւ մեր քույր Ադրինեն կարող եք մոտ կանաք եւ մանրամասերը կիսվենք ձեր հետ Տերն օրհնի ձեզ